Բարի օր ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի մայիս ամսվա հորոսկոպը ցուլ նշանի համար։ Սիրելի ցուլեր, կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները, մոլորակների դիրքավորումը, նորալուսին, լիալուսին և կնշեմ լարված օրերի մասին։ Հիշեցնեմ, որ հորոսկոպը նայում ենք միշտ առաջին հերթին ասցենդենտի նշանով, այնուհետև արդեն ձեր հորոսկոպի նշանով։ Այսպիսով, արևը մինչև մայիսի 21-ը կգտնվի ցուլ նշանում, իսկ դա ձեր առաջին տունն է։ Ակտիվություն, գեղեցիկ արտաքին, լավ ժամանակ է հոգ տանելու ինքներդ ձեր մասին, կփորձեք ինքնադրսևորվել հանրության մեջ, ինքնագնահատականը ոմանց կբարձրանա, կդառնաք ավելի ինքնուրույն, հիանալի տեսք կունենաք, լավ ժամանակահատված է, որպեսզի փոխեք ձեր սանրվածքը, ոճը, մազերի գույնը, արտաքնի հետ կապված ինչ-որ միջամտություններ կատարեք։ Ամսի 21-ից սկսած արևը կանցնի ձեր երկրորդ տուն, երկվորյակ նշան։ Զբաղված կլինեք գումար աշխատելով, կակտիվանա ֆինանսների, աշխատավարձի, աշխատանքի, արքի, վաճառքի թեմաները։ Ոմանք նոր նպատակներ կունենան, նոր ծանոթություն, նոր կապեր։ Կմտածեք նոր եկամտի աղբյուր ունենալու մասին կամ ընդհակառակ այս ժամանակահատվածում կբացվի նոր եկամտի աղբյուր։ Մերկուրի մոլորակը մայիսի 3-ից սկսած մինչև մայիսի 17-ը գտնվելու է ձեր առաջին տանը ցուլ նշանում, այսինքն կդարձնի Մերկուրին ձեզ ավելի շփվող, կդառնաք ավելի ակտիվ, մարդամոտ, նոր մտքեր կունենաք արտաքինի հետ փոփոխություններ կատարելու համար, ինչպես նաև նոր ծանոթություններ են սպասվում։ Ամսի 17-ից սկսած մինչև ամսվա վերջ Մերկուրին կգտնվի երկրորդ տանը, դա ձեր երկվորյակ նշանում, երկրորդ տունը ֆինանսների տունն է եւ անընդհատ ձեր մտքերը, գաղափարները, խոսակցությունները կապված կլինեն ֆինանսների թեմայի շուրջ։ Աշխատավարձի հետ կապված գուցե ինչ-որ քննարկումներ ունենաք ձեր ղեկավարի հետ։ Եթե ինչ-որ բան եք վաճառում, ապա ամենայն հավանականությամբ այս ժամանակահատվածում կստանաք, ոմանք էլ ինչ-որ բան կգնեն։ Արժեքավոր իրի մասին է խոսքը։ Վեներա մոլորակը մինչև մայիսի 19-ը կգտնվի երկվորյակ նշանում ձեր երկրորդ տանը եւ ել ավելի կակտիվացնի ձեր ֆինանսական սեկտորը, այսինքն շատերը այս ժամանակահատվածում կգնեն նոր հագուստ, զարդեր, թանկարժեք իրեր, կոսմետիկա, աշխատավարձի բարձրացում կարող է լինել կամ ինչ-որ հավելավճարի ստացվում, կամ եկամուտ կունենաք վաճառքից։ Այնուհետև, սիրելի ընկերներ, արդեն ամսի 19-ից սկսած Վեներա մոլորակը կանցնի խոյ նշան, իսկ դա ձեր երրորդ տունն է։ Դա մեզ հուշում է, որ հնարավոր է ինչ-որ ճանապարհ գնաք եւ այնտեղ ունենաք նոր ծանոթություն, խոսքը սիրային ծանոթության մասին է։ Ոմանք կգնան դասընթացների եւ առհասարակ դրա համար բարենպաստ ժամանակահատված է, հատկապես եթե այն վերաբերվում է կոսմետոլոգիային, խոհարարությանը, վարսահարդարմանը, նման ինչ-որ հարցեր, ինչպես նաև լավ ժամանակահատված է, որպեսզի գնեք ցանկացած տեսակի կապի տրանսպորտի միջոց, ինչպես նաև մեքենա վարելու դասընթացների գնաք։ Հաջորդ մոլորակը Մարսն է, սիրելի ընկերներ, մինչև մայիսի 19-ը Մարսը կգտնվի խոյ նշանում, իսկ դա համարվում է ձեր 12-րդ տունը։ Իսկ Մարսը 12-րդ տանը հնարավոր է ձեզ կբերի ակտիվություն, որպեսզի դուք կարողանաք ավարտին հասցնել կիսաթողնված գործերը։ Ոմանք կորոշեն հետաքրքրվել ինչ-որ նախկինում անցած գնացած թեմաներով, գաղտնիքներ գուցե բացահայտվեն։ Եթե մինչ այս հիվանդանոցում էի գտնվում, այս ժամանակահատվածում դուրս կգաք հիվանդանոցից, Մարսը 12-րդ տանը հնարավոր է բերի վիրահատություն։ Իհարկե սա բոլորին չի վերաբերվում, ծննդյան քարտեզով եւս պայմանավորված է, ուղղակի նշում եմ, որ նման հարցեր կարող են լինել, ինչպես նաև զգույշ աշխատեք սուր կտրող ծակող գործիքների հետ, ինչպես նաև կրակի հետ։ Այնուհետև արդեն Մարսը ամսի 19-ից սկսած սիրելի ընկերներ կանցնի ձեր առաջին տուն, ցուլ նշան, իսկ Մարսը առաջին տանը ել ավելի կակտիվանաք, կարծում եմ, որ եթե հնարավոր է իհարկե վիրահատություն լինի, կապված արտաքնի հետ, ինչ-որ արտաքնի հետ կապված միջամտություններ անեք, նման ինչ-որ հարցեր լինեն։ Շատ զգույշ եղեք սուր կտրող ծակող գործիքների հետ աշխատելիս, քանի որ առաջին տունը դա մեր արտաքինն է, հնարավոր է ինչ-որ վնասվածք ստանաք։ Շատ լավ ժամանակահատված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են զբաղվել սպորտով։ Մարսը ձեզ կօգնի եւ կտա անհրաժեշտ էներգիան, որպեսզի զբաղվեք սպորտով։ Յուպիտեր մոլորակը, սիրելի ընկերներ, շարունակում է գտնվել Խեցգետին նշանում, այս ամսում շարժվելով 18-ից 23 աստիճան։ Յուպիտեր ներողություն, Խեցգետինը ձեր երրորդ տունն է, իսկ երրորդ տունը իրենից ներկայացնում է
ցանկացած տեսակի կապի տրանսպորտի միջոցները, շփումը, բանակցությունները եւ այլն։ Յուպիտերը ձեզ կբերի հնարավորություններ, այդ ոլորտում նոր բանակցություններ, նոր կապի տրանսպորտի միջոցներ ձեռք բերելու եւ այլն։ Հատկապես այս ամսում, սիրելի ցուլեր, Յուպիտերի դրական ազդեցությունը կզգան այն ցուլերը, ովքեր ասցենդենտով են ցուլ, ասցենդենտը գտնվում է ցուլի 18-ից 23 աստիճանում եւ ովքեր ծնվել են մայիսի 10-ից մայիսի 15-ը ընկած ժամանակահատվածում։ Եթե այս օրերին է ձեր ծնունդը, ապա Յուպիտերը ձեզ դրական հնարավորություններ կբերի, ինչ որ նոր շանսեր կտա, որպեսզի օրինակ նոր տրանսպորտի միջոց ձեռք բերեք, գնաք նոր դասընթացի, եթե պետք է քննություններ հանձնեք, հեշտությամբ հանձնեք քննությունները եւ այլն։ Նման հարցերում Յուպիտերը ձեզ կօգնի։ Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում, այս ամսում 14-ից 18 աստիճան շարժվելով, սև լուսինը սիրելի ընկերներ աղեղնավորում համարվում է ձեր 8-րդ տունը, այսինքն եղեք շատ զգույշ, հնարավոր է հարկային ստուգում լինի, ինչ որ անհիմն իրավիճակներում ընկնեք, իրավիճակների մեջ ընկնեք, ձեզ հրահրեն, եւ հնարավոր է վիրահատություն կրկին լինի, բայց եթե պետք է օրինակ գնաք բժշկի եւ ասեն, որ պետք է ձեզ վիրահատեն, միանգամից մի հավատացեք, մի գնացեք այդ վիրահատությանը, մի քանի տարբեր բժիշկների կարծիք լսեք անպայման։ Սատուրն մոլորակը շարունակում է գտնվել Խոյ նշանում, այս ամսում 9-ից 12 աստիճան շարժվելով, Խոյը ձեր 12-րդ տունն է։ Իսկ 12-րդ տունը հեռավոր հողերն են, մեկուսացված վայրերն են, իսկ որտեղ Սատուրնն է, այնտեղ ավելի ամեն ինչ նեղանում է, այսինքն հնարավոր է այս ժամանակահատվածում ինչ-ինչ պատճառներով չստացվի ձեզ մոտ մեկնել հանգստի, մի փոքր այդ իրավիճակները լարված լինեն կամ եթե պետք է արտասահման գնաք, վիզա ստանաք, ինչ-ինչ պատճառներով ուշանաք կամ չստացվի։ Այժմ նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված սիրելի ընկերներ կունենանք նորալուսին մայիսի 16-ին ցուլ նշանի 25 աստիճանում, այսինքն մայիսի 16-ի ծնվածները բոլորից շատ կզգան այս նորալուսնի ազդեցությունը, ինչպես նաև 2 օր առաջ եւ 2 շաբաթ հետո այս նորալուսինը իր ազդեցությունն է ունենալու։ Նորալուսինը դա նոր էներգիա է, նոր սկիզբ է եւ սիրելի ցուլեր, կարծես ձեզ համար այս նորալուսնով սկսվում է 2026 թվականը, Ձեր կարծես տարին հենց այս օրվանից է սկսվելու։ Մի խոսքով սա նորություն է, նոր հնարավորություններ, նոր արտաքին, նոր ծանոթություն եւ այլն։ Եվ լիալուսին ենք ունենալու, այս ամսում 2 լիալուսին ենք ունենալու, սիրելի ընկերներ։ Առաջինը լինելու է մայիսի 1-ին, Կարիճ նշանի 11 աստիճանում, եւ այս լիալուսինը զգալու են հատկապես բոլոր այն ցուլերը, ովքեր ասցենդենտով ցուլ են, ասցենդենտը գտնվում է ցուլի 11 աստիճանում, կամ ովքեր ծնվել են ամսի 3-ին, ամսի մայիսի 2-ին, 3-ին, 4-ին, այս օրերի ծնվածները բոլորից շատ կզգան այս լիալուսնի ազդեցությունը։ Այն կլինի ձեր 7-րդ տանը, իսկ 7-րդ տունը այն մարդիկ են, ում հետ մենք ունենք ինչ-որ փաստաթուղթ ստորագրած, այսինքն նրանց հետ կապված ինչ-որ պարզություն, վերջնական որոշում կգա ձեր կյանք։ Եվ հաջորդ լիալուսինը կլինի մայիսի 31-ին, աղեղնավոր նշանում ձեր 8-րդ տանը։ Այս օրը եղեք շատ զգույշ, սիրելի ընկերներ, հնարավոր է ինչ-որ վտանգավոր իրավիճակ լինի, եթե պետք է ճանապարհ գնաք, ճանապարհին եղեք շատ զգույշ։ Այժմ նշեմ լարված օրերի հետ կապված, մայիսի 3-ը, մայիսի 4-ը լարված է լինելու, Յուպիտերը եւ Մարսը 90 աստիճանի անկյուն են կազմելու, ճանապարհներին եղեք զգույշ, հեռախոսների նկատմամբ եղեք զգույշ, քանի որ եւ առհասարակային ինչ-որ պայթյունավտանգ իրավիճակների նկատմամբ եղեք շատ զգույշ։ Մայիսի 7-ը կլինի լարված, կարևոր գործարքներ մի կնքեք, հարաբերություններ մի բարձեք այս օրը, մայիսի 21-ը կլինի լարված, զգույշ եղեք, որ ձեր ֆինանսները ինչ-որ սխալ ներդրումներ չկատարեք, կամ առհասարակ ինչ-որ գնումներ չկատարեք պահի ազդեցության տակ, որ հետո փոշմանեք։ Լարված օր կլինի մայիսի 26-ը, Մարսը եւ Պլուտոնն են 90 աստիճանի անկյուն կազմելու, կրկին լարված օր է, ձեզ մնացեք այս օրը ինչ-որ մեծ հարային վայրեր գնալուց, պայթյունավտանգ իրավիճակներ կարող են լինել։ Այսքանը սիրելի ցուլեր կապված մայիս ամսվա հետ։ Եթե ցանկանում եք անհատական խորհրդատվություն, կարող եք ինձ գրել Instagram-յան էջում անձնական նամակով։ Ցտեսություն։